Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին։ Պարոն Այվազյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Այվազյան, նախորդին տեղի ունեցավ 111-ամյա արդիականություն, հայոց ցեղասպանությունը եւ փոփոխվող տարածաշրջանը խորագրով առաջարկ Հայաստանի նախաձեռնող խմբի խորհրդաժողովը եւ ցեղասպանության 111-րդ տարելիցին ընթառաջ էր սա։ Ինչ մեսեջներ կային այդտեղ, ինչի է ներուղված այս խորհրդաժողովը, որն էր նպատակը։ Նախ եւ առաջ պետք է իմ շնորհակալություն հայտնեմ բոլոր մասնակիցներին եւ ինչպես նշվեց խորհրդաժողովի ժամանակ, սա վերկուսակցական խորհրդաժողով էր եւ այնտեղ հավաքվել էին մեր լավագույն մասնակիցները, որոնք տարիներ շարունակ մասնագիտական լուրջ ուսումնասիրություն են արել եւ քաջածանոթ են թեման եւ դրա հետևանքներին։ Հիմնական ասելիքը հետեւյալն էր, որ շատ անգամ ցեղասպանությունը մենք ընկալում ենք երևույթը որպես նախկինում տեղի ունեցած ակտ, որը ավարտվել է։ Եվ մեր ուղերձը, մեր խոսքը դրա մասն է, որ որպես ֆիզիկական ակտ այն ավարտվել է, թերևս, բայց դրա հետևանքները շարունակում են ազդել մեր ներկան եւ մեր ոչ վաղանցյալը դրա վառ ապացույցներ։ Ես իմ խոսքում հատկապես մի ջրբաժան նշեցի, որ իրավիճակը իսկապես փոխվել է։ Որպես դիվանագետ ես աշխատանքի բերումով ես 2 տասնամյակից ավելի ընթացքում արտերկրում իմ խոսքը ուղղել եմ արտաքին լսարանին, պաշտպանելով միջազգային ճանաչման անհրաժեշտության հարցը։ Այսօր ստիպված ենք խոսել մեր հանրության հետ, մեր ժողովրդի հետ, որտեղ ակնհայտորեն երևում է, որ հայոց ցեղասպանության հիմնարարցի էությունը եւ ուղերձը, դասերը փորձում են խեղաթյուրել եւ սա շատ վտանգավոր մի քաղաքականություն է, որ ես տեսնում եմ պարտադրված օրակարգ է։ Ես նախկինում արդեն ունեցա խոսել, որ Ադրբեջանը չի սահմանափակվել միայն ռազմադաշտում այսպես կոչված հաղթանակով, նա ունի ծավալապաշտական նպատակներ եւ դա իրականացնում է 3 հարցությունները, մեկը ուժի կամ սպառնալիքի միջոցով, երկրորդը Հայաստանին տնտեսական կախվածության մեջ պահելու նպատակով եւ երրորդ ամենակարևորը ցանկացած պատերազմի դա գաղափարական էքսպանսիան է եւ սա այդ գաղափարական էքսպանսիայի ցայտուն օրինակն է, երբ մեզ փորձում են ձգտում են հրաժարվել մեր պատմական հիշողությունից, մեր անցյալից, որը ցավոք սրտի չի ավարտվել։ Իսկ ինչու չի ավարտվել։ Ձեր այդ խոսքից սկսեմ, հետո անդրադառնամ նաև մյուս հարցերին։ Որտեղ ցեղասպանության հետևանքները շարունակում են ազդել մեր ներկային եւ այն ինչ տեղի ունեցավ Արցախում, դա նույն ցեղասպանական քաղաքականության շարունակությունն էր։ Գուցե իրադարձությունները պետք չէ նույնականացնել, բայց մեխանիզմները իրականացման դա ատելության սերմանումն է, ինչպես Օսմանյան Թուրքիայում, այդպես է Ադրբեջանում տասնամյակներ շարունակ եւ հատկապես վերջին 30 տարիների ընթացքում բացահայտորեն հայատյացությունը դարձել է պետական քաղաքականություն, ջարդ կամ պատերազմ, տեղահանություն, բռնի տեղահանում կամ հարկադիր տեղահանում, անհետացում եւ ամենավտանգավորը վերջում ջնջել բոլոր հետքերը, որոնք խոսում են հայերի ներկայության մասին, ինչը նաեւ վկայությունն էր եւ 3 առաջ օրը մենք տեսանք, որ Ստեփանակերտում ավերեցին մարտաճարը, սա ջնջել բոլոր հետքերը, որոնք ապացուցում են վկայություն են այդ տարածաշրջանի մեր բնորանի հայկական լինելու փաստը։ Մենք գիտենք հարևաններն ինչ են ուզում եւ գուցե ներսում ինչ որ բաներ կան, որոնք մեզ հասու չեն դառնում եւ այլն, բայց այնուամենայնիվ այդ քաղաքականությունը, որը վարվում է, մեզ արդեն 100 տարուց ավելի է հայտնի է։ Մենք ինչ ենք ուզում։ Մի ժամանակ մեր դիվանագիտական ողջ կորպուսը, պետության ղեկավարները, հայկական մեծ սփյուռքը երբ համախմբված էր, գիտեինք, որ ունի պահանջ, ունի ճանաչման հասնելու ինչ որ փուլեր եւ նպատակներ, դիվանագիտական քարոզություն, լոբինգ եւ այլն եւ այլն։ Մենք հիմա ինչ ենք ուզում։ Հիմա ապրիլի 24-ին ինչ են անելու օրինակ մեր երկրի դեսպանները։ Եկեք նախ հասկանանք մենք ում նկատի ունենք, որտեղ Հայաստան պետությանը պաշտոնական Երևանը
փորձում է համոզել մեր հասարակությանը, հուսատորեն է փորձում համոզել, որ հարևանները նույնպես ցանկանում են խաղաղություն, բայց իրենց պատկերացած խաղաղությունը եւ մեր ուզած խաղաղությունը բավական տարբեր են։ Իրենք ուզում են խաղաղություն, որում Հայաստանը կլինի ոչ կենսունակ պետական կազմավորում, իսկ հնարավորության դեպքում ընդհանրապես վերանա քաղաքական քարտեզից։ Մենք ուզում ենք ապրել բարեդրացական մթնոլորտում, հարթել բոլոր խնդիրները հարևանների հետ, բայց մենք ձգտում ենք կայուն, երաշխավորված եւ երկարատև խաղաղության։ Ընդհանրապես խաղաղությունը, ամուր խաղաղությունը հիմնված է արդարության հիման վրա, որտեղ այսպես ասած հակամարտության մասնակիցների բոլոր շահերը հաշվի են առնվում։ Այն ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ կամ այն ինչ տեղի ունեցավ մեր օրերում Արցախում, մեծ անարդարություն էր եւ հսկայական ոչռագործություններ հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցավ էթնիկ զտում, ցեղասպանական գործողություններ, հարկադիր տեղահանություններ եւ պատմական հոգեվոր շարունակության ոչնչացում։ Դրա մասին ի տարբերություն 100 տարի առաջ այսօր կան արձագանքներ մեր միջազգային գործընկերներից եւ կազմակերպություններից եւ սա կարեւոր գործիք է հարցը վերադարձնել միջազգային օրակարգ։ Մենք իսկապես ցանկանում ենք արդար եւ երկարատև խաղաղության հասնել Ադրբեջանի հետ եւ ես կարծում եմ իրենց հասարակությունը պետք է հասկանա, որ եթե կողմից մեկի հանդեպ տեղի ունեցել անարդարությունից, դա իսկապես այդպես եղել, դա ֆիքսված է։ Իրենք պետք է ձգտեն այնպիսի խաղաղություն կառուցել, որը կլինի հավասարաշռված եւ բոլոր կողմերի շահերը հաշվի կառնի։ Այն ժամանակ մենք վստահաբար կունենանք լավ խաղաղություն։ Իսկ մենք միշտ խոսում ենք մեր եւ հարևանների դիրքերի մասին այս պահի դրությամբ եւ փորձագիտական տարբեր շրջանակներ նշում են, որ մենք հավասար դիրքերում չենք։ Նախ որովհետեւ պատերազմ ենք պարտվել եւ այլ հետևանքներ կան, բազմաթիվ աշխարհագրական եւ այլն։ Նոր աշխարհակարգ է ձևավորում։ Ինչու պետք է երկու հարևան երկրները թույլ տան մեզ կամ եթե դա իրենց գործառույթն է, ճակերտավոր կամ ոչ ճակերտավոր, թույլ տան մեզ ունենալ երաշխավորված խաղաղություն, ապրել խաղաղ, գոյատևել եւ մնալ, չէ՞ որ նրանք 1908 թվականից սկսած չեն հաշտվել այդ իրականության հետ։ Ինչու պետք է հիմա ասեն, լավ, եկեք երաշխավորված խաղաղություն ունենանք։ Շատ լավ հարց եք տալի եւ սա դիվանագիտության հիմնական գործառույթն է բացահայտել քո հարևանների, հակառակորդների իրական մտադրությունները։ Իրենց խոսույթը շատ ականջահաճո է միջազգային հանրությանը, որ մենք արդեն հաստատել ենք խաղաղություն, մենք արդեն վայելում ենք խաղաղության իրական պտուղները, բայց եւ մասնագետները եւ մասնագիտական համայնքը եւ ակադեմիական համայնքը հստակորեն արձանագրել է, որ երկու հարևանները ունեն լրիվ այլ նպատակներ, որոնց մասին ես մի քիչ առաջ խոսեցի, Հայաստանը դարձնել կենսունակությունից զուրկ քաղաքական միավորում, իսկ բարենպաստ հանգամանքներում ամբողջովին կլանել մեծ թորան նախագծի շրջանակներում։ Եվ այս բարակամ Հայաստանի այսպես ասած փրկության հենարանը դա վարել այնպիսի քաղաքականություն, որը կապավի հավասարակշռության վերականգնումը զսպման միջոցով եւ երաշխիքների արդյունքում։ Դրա համար Հայաստանը պետք է զարգացնի ներքին կարողությունները, կառուցի արդյունավետ եւ գործուն դաշնակցային հարաբերություններ եւ դրանով զսպի մեր հարևանների օրեցօր ընդլայնվող ախորժակ։ Հնարավորություններ կան։ Հստակաբար կան։ Դուք նշեցիք ականջահաջո խոսույթի մասին, նշելով որ ականջահաջո խոսույթ ունի, որ լավ են հարաբերությունները, մենք գնում ենք խաղաղության, երկուստեք կամ երակողմ նշվում են, որ գրակոծներ չկան։ Ես հիշեցի, որ եթե սա խոսույթ է 1908 թվականին, երբ թուրքերը հեղափոխություն իրականացրեցին, ապա այնտեղ սահմանադրություն ընդունվեց առ այն, որ Օսմանյան երկրում ապրող բոլոր ազգությունները հավասար են եւ
մեծ հայ համայնքը, ինչպես պատմաբաններն են վկայում, կրկին ուրախ էր եւ ողջունում էր եւ իր հնարավորություններն էլ առավել ընդլայնելու մասին էր խոսում, բայց 1-2-3 տարի անց Սալոնիկիում տեղի ունեցավ որոշումներ եւ սկսվեց արդեն ցեղասպանական գործողությունները հայ ազգի նկատմամբ։ Մենք միշտ խոսում ենք պատմության դասերի մասին, սկսած պատմության դասագրքերից մինչև քաղաքական առօրյայում եւ բոլոր քննարկումներում։ Մենք ինչ դաս ենք քաղում։ Մենք դաս ենք քաղել, որ դասեր չեն քաղել, բայց դրա համար կան պետական ինստիտուտներ եւ ի տարբերություն ձեր նշված ժամանակաշրջանի կամ այն կարճ ժամանակաշրջանի երբ գոյություններ առաջին Հայաստանի առաջին հանրապետությունը, մենք հիմա ունենք 30-ից 30+ տարիների պետական ինստիտուտներ, որոնք պետք է ոչ միայն կատարեն իրենց գործառույթները, բայց նաև կարողանան իրականացնել լուրջ ռազմավարական վերլուծություն, մասնավորապես ես նկատի ունեմ արտաքին գործերի նախարարությունը եւ եթե այդ գործը արվեր, ապա պատմական դիվանագիտական փորձը շատ լավ ուղեցույց կլիներ մեր դիվանագիտական ծառայության համար։ Օրինակ 1957 թվականին նախագահ Էյզենհաուերը իր փոխնախագահին ասում է երբեք մի ցույց ու հակառակորդին ինչ ես անելու կամ ինչ չես կարող անելու։ Բնականաբար սա միջազգային քաղաքականության մաս է, միջազգային քաղաքականությունը դա վերապրելու արվեստ է, իսկ մեր միջավայրում որ ասում են աշխարհագրությունը ճակատագիր է, մեր պարագայում դա նույնիսկ դատավճիռ է։ Մենք պետք է հասկանանք, որ այս միջավայրում պետք չէ ապավինել գեղեցիկ խոսքերի վրա, գեղեցիկ հայտարարությունների վրա, խաղաղությունը չի կառուցվում բարի մտադրությունների վրա։ Մեր տարածաշրջանում խաղաղությունը կառուցվում է խաղաղաշրջության եւ զսպման երաշխավորված մեխանիզմների վրա։ Պարոն Ավազյան, ես առիթը բաց չթողնեմ ձեզ այս հարցը ուղղելու։ Երաշխավորված խաղաղության մասին խոսում եք եւ դա նաեւ առաջարկ Հայաստանի նախագծի առանցքային եւ անկյունակարային կետերից մեկն է եւ խաղաղության հասնելու եւ երկարաժամկետ խաղաղություն ունենալու բանաձևը, բայց Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է բնականաբար այդ թեզին, որովհետեւ ընդլայնված տարածում ունի հանրության շրջանում եւ ասում է մենք երաշխավորին տեսել ենք թե ինչպես երաշխավորեց եւ ինչ եղավ։ Բնականաբար շատ պետք չէ տրամաբանել, մենք հասկանում ենք, որ Արցախն է, խաղաղապահներն են, նկատի ունի Ռուսաստանի Դաշնությանը, ո՞րն է հակադարձումը Փաշինյանի այդ մտքին։ Եթե նախկին երաշխիքները չեն գործել, դա չի նշանակում, որ ընդհանրապես պետք է հրաժարվել երաշխիքներից, շատ պարզունակ եւ վտանգավոր հայտարարություն։ Դա նշանակում է պետք չէ փնտրել մեղավորների, երկու կողմերն էլ իրենց մեղքը ունեցել են, որովհետեւ պետք է այնպիսի հարաբերություններ, այնպիսի դաշինքային պարտավորություններ ձևավորես, որոնք անհրաժեշտության դեպքում կաշխատեն։ Մենք այդ հարցում երևի տարիներ շարունակ ինքնավստահ ենք եղել, որ այդ երաշխիքները կգործեն ինքս ինքյան, չնկատելով, որ աշխարհն է փոխվում, նախկին համաշխարհային ստատուս կոն է փոխվում եւ դա անխուսափելու են անդրադառնալու են նաեւ մեր տարածաշրջանի եւ հատկապես մեր ազգային շահերի վրա։ Պարոն Այվազյան, մենք երբ ասեցի մենք ինչ ենք ուզում, դուք ասացիք նախ պետք է հասկանալ թե մենք ով հասարակությունը, պետությունը շատ վատ պարակտվածություն է, բայց ունենք այն ինչ ունենք։ Կան տարբեր զանգվածներ հասարակության շրջանում, որոնք համամիտ են այդ քաղաքականության հետ, ոմանք համամիտ չեն, ոմանք կտրականապես դեմ են, բայց ինչու է իշխանությունը վարում այդ քաղաքականությունը։ Լավ, ո՞րն է իր շահը։ Մենք խոսում ենք քաղաքականության մասին, չէ, եւ քաղաքականությունը դա բանավեճելու դաշտ է, որտեղ տարբեր կողմեր ներկայացնում են իրենց փաստարկները։ Ցավոք սրտի, հատկապես վերջին ժամանակներում նախընտրական շրջանում, երբ որ տարբեր դիմադիր կամ ընդդիմադիր ուժեր ներկայացնում են իրենց փորձում են ներկայացնել իրենց պատկերացումները այս իրավիճակից դուրս գալու համար։ Մենք չենք տեսնում փաստարկված հակադիսկուրս։ Մենք տեսնում ենք, որ չհամաձայնողների նկատմամբ ուղղակի կիրառում են ամենաճղճին տեսակի պիտակները։ Սա քաղաքականության մասին չէ։ Եվ ես կարծում եմ, սա գալիս է նաև պետության ղեկավարից, որտեղ դասական իմաստով պետության ղեկավարը պետք է դառնա
իր ազգի, իր ժողովրդի միավորման որդանիշ։ Ցավոք սրտի մեր պարագայում դա ճիշտ հակառակն է։ Եվ պարակցված ազգը երբեք չի կարող դիմակայել լուրջ մարտահրավերների, հատկապես այն մարտահրավերների սպառնալիքների, որոնք առերեսվում ենք մենք արդեն քանի տարի առաջ։ Մեր ուժը նախ եւ առաջ մեր միասնականության մեջ է։ Մենք կարող ենք չհամաձայնվել տարբեր հարցերի վերաբերյալ, բայց կենսական հարցերի պարագայում անհրաժեշտ է հասարակական կոնսենսուս։ Եվ եթե պետության ղեկավարը չունի ներքին ազգային կոնսենսուս այդպիսի կենսական հարցերի շուրջ, նա չի կարող ուժեղ դիրքերից հանդես գալ արտաքին ասպարեզում։ Սա աքսիոմա է։ Մեծահոգություն է, այո, իշխանության մենաշնորհը պետք է լինի, ինձ թվում է, որովհետև պետք է անցնել ինչ-որ բաների վրայով որպես իշխանություն, բայց հարցս նաև այլ կոնտեքստում էր, ինչու համաձայն կամ համակարծիք լինել կամ ինչպես մեղադրանքներ հնչում են իշխանության հարցերին, վարել այնպիսի քաղաքականություն, որը հաճելի է հարևան երկրներին։ Այստեղ որն է իշխանության շահը, ինչու տանել այդ քաղաքականությունը, ինչու օրինակ խորհրդանիշերի դեմ կռիվ տալ Արարատի, որևէ մեկը չի ասում, չէ, գնալու եմ Սարից այն կողմ գծեմ սահմանը, բայց կան խորհրդանիշ, պատմական հիշողություն, հայոց ցեղասպանության հարցը արտգործնախարարն է հայտարարել, որ այլևս իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Այս ամենում իշխանությունն ինչ է շահում։ Վստահաբար նա շահում է արտաքին աջակցություն եւ ոչ միայն հարևան երկրներից, այլ ցավոք սրտի Հայաստանը գնալով կորցնում է իր սուբյեկտությունը եւ դառնում է տարբեր շահերի ուղղակի խաղադաշտ, հույսով եմ չի դառնա ռազմադաշտ, բայց մենք կորցրել ենք մեր ձայնը։ Իսկ եթե խոսում ենք, նույնիսկ մեր ձայնով չենք խոսում, մենք խոսում ենք ուրիշների ձայնով եւ յուրաքանչյուր տերություն կամ պետություն, որը հետապնդում է իր ռազմավարական շահերը, օգտագործում է այս իրավիճակը։ Եթե տեսնում եք առաջիկա օրերին, մայիսի սկզբին այստեղ տեղի ունենալու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը պաստորեն ընտրությունների նախորդին է։ Սրանով արտաքին դերակատարներ, որոնք հետապնդում են իրենց շահերը, բավական լուրջ էլեկտորալ ենթակառուցվածք են ապահովում գործող իշխանություններին եւ գործող իշխանությունների համար ամենակարևորը վերարտադրվելն է եւ բոլոր միջոցները հավանաբար օգտակար են լինելու մեկ կողմից, երկրորդ կողմից ինձ թվում է բավական երկար ժամանակ իրենց համոզել են կամ իրենք են այդ մոլորությանը հասել, որ Հայաստանը պետք է ընդունի ստեղծված իրավիճակը եւ միակողմանի զիջումների միջոցով կարող է ապահովել հարաբերական կայունություն եւ խաղաղություն։ Եվ դրա մասին իրենք փորձում անդադար խոսել, որ մեր քաղաքականության շնորհիվ այսօր սահմանին չեն կրակում, սա ուղղակի կամ իրենք են մոլորվել կամ ուզում են մոլորեցնել մեր հասարակությանը։ Այսօրվա հարաբերական լռությունը սահմանին չի նշանակում, որ վաղը անկայունությունը բացառված է այդ սահմանին։ Սա շատ կարճաժամկետ եւ վտանգավոր պատրանք է։ Եվ բացի այդ տրամաբանական է, երբ ամեն ինչ լավ է հակառակ կողմի համար, ինչու պետք է կրակի։ Եթե միակողմանի զիջումներով ինքը կարող է ձեռք բերել իր հասնել իր նպատակների կենսագործմանը, պատերազմելու անհրաժեշտություն չկա, բացարձակը։ Եվ սա հենց իրենց լավ հաշվարկված ռազմավարություն է, բայց սա խաղաղություն չէ։ Հիշատակեցի գագաթնաժողովը, որին հաջորդելու է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այցը Երևան, որն այս կոնֆլիկտում հայ-ադրբեջանական մեծ դերակատարում ունի այսպես թե այնպես։ Եվ բացի այդ, մենք հիշում ենք նույն ցեղասպանության թեմայի շրջանակներում, որ Ֆրանսիան ամենաազդեցիկ համայնքն էր եւ Ֆրանսիան հայոց ցեղասպանության փաստը բազմաթիվ անգամ երբեմն նաեւ իր քաղաքական շահից ելնելով, չբացառենք, երևի թե դուք ավելի ճիշտ կասեք, օգտագործել է ընդդեմ Թուրքիայի։ Իսկ ինչ փոխվեց բարեկամ Ֆրանսիայի եւ մեր հարաբերություններում։ Աշխարհն է փոխվել։ Միջազգային հարաբերություններն են փոխվել։ Այսօր միջազգային հարաբերությունները ուղղորդվում են ուժի կիրառմամբ, հաշվարկով եւ սեփական շահերով։
քաոսային վիճակ է եւ յուրաքանչյուր պետություն իր էգոիստական նպատակներից ելնելով առաջ է մղում իր անձնական շահերը եւ Ֆրանսիան միակը չի այս իրավիճակում, որը գեղեցիկ բառերով մենք շատ ենք սիրում լսել եւ հավատալ բառերին, մեկ հայերեն գրառումը Մակրոնի կարող է մեզ տանել հուզական ժողովուրդ ենք, մենք շատ միամտորեն ընդունում ենք այն ինչ որ մեզ ասում են, բայց չենք հասկանում խորքում ինչ է տեղի ունենում։ Ֆրանսիան իսկապես մենք ունենք առանձնահատուկ հարաբերություններ Ֆրանսիայի հետ եւ դրա համար մենք իսկապես երախտապարտ ենք, բայց չմոռանանք նույն Ֆրանսիան առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ համարվում էր, որ ինքը հաղթող երկիրն է եւ որոշ չափով Եվրոպայում կանոնության եւ խաղաղության երաշխավորն է, ինքը ստեղծեց մի շարք փոքր եւ նորաստեղծ երկրների հետ ռազմաքաղաքական դաշինքներ՝ Լեհաստան, Չեխոսլովակիա, Ռումինիա, Հարավսլավիա, նույնիսկ այս վերջին 3 համարվում էին փոքր անտանտ։ Ֆրանսիան երաշխավորն էր այդ երկրների եւ երբ որ Գերմանիան սկսեց հզորանալ, նացիստական Գերմանիան, առաջի զոհը դարձավ Չեխոսլովակիան եւ Ֆրանսիայի վարչապետը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ միասին ստիպեցին Չեխոսլովակիան նախ եւ առաջ զիջել Սուդետի շրջանը եւ այստեղ դաշինքային որևէ պարտավորություններ տեղի չունեցան, այ Ֆրանսիան որոշ չափով դավաճանեց իր երբեմնի դաշնակցին եւ զոհաբերեց նրա տարածքային ամբողջականությունը իր սեփական շահերի համար։ Սա արտաքին քաղաքականության էությունն է։ Պետք չէ այդպիսի միամիտ մոտեցում ունենանք քաղաքականությանը։ Մի ամբողջ դար հայ ժողովուրդը սպասում էր, որպեսզի Միացյալ Նահանգների առաջնորդը կօգտագործի ցեղասպանություն տերմինը, ինչ 2021 թվականին Բայդենի կողմից արվեց։ Եվ ինչ պետք է հաջորդեր դրան, ինչին էինք սպասում, ինչու համար էր այդ նպատակին, այդ բառը լսելու համար այդքան ռեսուրս ծախսվում, ինչ պետք է հաջորդեր դրան։ Եվ կամ երբ ասեց, մենք նշեցինք ճանաչեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչ եղավ դա։ Տեսեք, ինչու հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մտավ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, որտեղ խոսքը միայն անցյալի մասին չէ, միայն պատմական արդարության մասին չէ, խոսքը մեր ներկայի մասին եւ մեր անվտանգության մասին էր։ Հայաստանի վերանկախացումից ի վեր Թուրքիան վարել է շատ ագրեսիվ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ եւ մեր պատմական ինստիտուցիոնալ, այսպես ասած, հիշողությունը մեզ հուշում էր, որ եթե չլինեն զսպող մեխանիզմներ, ապա չի բացառում, որ Թուրքիան ինչ որ պահի ձգտի իրականացնել ցեղասպանական իր քաղաքականությունը, որը գրեթե ավարտին էր հասցրել 20-րդ դարի սկզբին։ Եվ այդ զսպող մեխանիզմներից մեկը հենց միջազգային հանրության կողմից իրերը կոչել իրենց անունով։ Կար ակադեմիական կոնսենսուս, կար գիտական կոնսենսուս, կար բարոյական կոնսենսուս, բայց չկար քաղաքական գնահատական։ Որոշ չափով այս տարիների ընթացքում մեր աշխատանքի արդյունքում մենք կարողացանք մեր Թուրքիան կառույցների եւ անհատների հետ համատեղ աշխատանքի արդյունքում այդ զսպող մեխանիզմները ապահովենք, բայց մենք չկարողացանք այդ զսպող մեխանիզմները հատկապես Միացյալ Նահանգների պարագայում չկարողացանք կամ չցանկացանք շեշտադրումը դնել, որ ինչպես մեզ երկար ժամանակ ասում են, որ թուրքերը այդ 21-րդ դարի տարբերում են իրենց նախկիններից, որ իրենց նպատակները չեն փոխվել։ Երևի այստեղ գերակշռեց աշխարհակաղակական նպատակահարմարությունը եւ մենք հետամուտ չեղանք ուղղակի այդ ճանաչման հիման վրա կառուցել լրացուցիչ պաշտպանական պատնեշներ։ Մենք կարծեցինք, որ եթե Միացյալ Նահանգները ճանաչել եւ մնացած կարևոր բոլոր երկրները, որ ճանաչել են, արդեն դրանով կարելի է բավարարվել։ Հիմա մենք ինչ անելիք ունենք, որն է մարտահրավերը եւ առհասարակ հայ ժողովուրդը ունի հավաքական պահանջ Թուրքիայից, օրինակ մենք ինչ ենք ուզում իրենցից։
Ես կարծում եմ պետք է շատ իրատեսական մոտենալ այս հարցին եւ հիմա բավական կեղծ հակադրություն է մեզ առաջարկվում, որ հիշողություն եւ քաղաքական պրագմատիզմ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը պետք չէ շատ շեշտել մեր ողբերգության մութ էջերը եւ բարձրացնել այն միջազգային ասպարեզում։ Ես կարծում եմ սա շատ կեղծ հակադրություն է, որտեղ պատմական հիշողությունը եւ հարաբերությունների կարգավորումը փող բացառող չեն։ Ցեղասպանությունը մենակ անցյալի մասին չէ, ցեղասպանությունը ներկայի մասին է եւ դա անվտանգային կարևոր սպառնալիք է մեզ համար։ Հրաժարվելով ցեղասպանության միջազգային ճանաչումից մենք մենք տալիս ենք մի ազդանշան Օսմանյան Թուրքիայի ժառանգորդ ներկայիս Թուրքիայի Հանրապետությանը նախ եւ առաջ մեր թուլության ազդանշան ենք տալի եւ նաեւ ցույց ենք տալիս պատրաստականություն հետագա զիջումների վրա։ Ես համոզված եմ, որ սկզբունքների եւ հիշողության վրա հիմնված ճիշտ արտաքին քաղաքականությունը կբերի նպաստ երկարաժամկետ եւ հավասարակշռված միջավայրին կարգավորմանը Թուրքիայի հետ։ Ի վերջո Հայաստանը երբեք նախապայման չի դրել Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը երկկողմ հարաբերությունների զարգացման համար եւ հակառակն էլ պետք է լինի։ Թուրքիան չպետք է եւ իրավունք չունի նախապայման դնել մեզ հրաժարվել միջազգային ճանաչումից, որպեսզի կարգավորի հարաբերությունները։ Ընդհանրապես դիվանագիտության մեջ միակողմանի զիջումները չեն ենթադրում փոխադարձություն եւ մենք դա պետք է այդ դասը ճիշտ քաղենք։ Մենք պետք է մեր սկզբունքային դիրքորոշումները հստակ քաղաքականությունը շատ ճիշտ ձևակերպենք եւ փորձենք կյանքի կոչելը։ Մեր ցանկությունը ապրել հանգիստ մթնոլորտում, բայց մենակ մեր ցանկությունը քիչ է, հաշվի առնելով մեր հարևան հակառակորդների իրական ցանկությունը։ Պարոն Այվազյան, հիմա վերջին տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու տարբեր քայլեր են արվում, մենք մասնակցում ենք մեր պետության ղեկավարները Թուրքիայում տեղ ունեցող որոշակի միջոցառումների, գագաթնաժողովների, Էրդողանի երթմնակալության արարողությանը եւ այլն, եւ լսում ենք, որ երրորդ երկրների համար պետք է բացվի սահմանը, բայց այնուամենայնիվ Թուրքիան չի բացում սահմանը։ Ինչու չի բացում Թուրքիան, որովհետեւ նախ փակել է Թուրքիան եւ երկրորդ մենք պատրաստ ենք բազմիցս հայտարարվել է մեր արտգործնախարարության կողմից։ Ինչ է այդտեղ տեղ ունենում հայ-թուրքական հարաբերություններում հիմա։ Հաղթողի եւ պարտվողի ֆորմատն է տեղի ունենում։ Հաղթողը պահանջում է այն, ինչ ինքը իրավունք ունի եւ պարտվողը ընդունում է, որ նա պետք է կատարի այն, ինչ որ հաղթողը ցանկանում է։ Այս է տեղի ունենում եւ նախկինում նույնպես եղել են շփումներ ամենաբարձր մակարդակով ֆուտբոլային դիվանագիտությունից։ Դրանից առաջ էր ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ եւ չնայած լուրջ հակասությունների եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը դա արժանապատիվ երկխոսության ֆորմատ էր։ Այսօր Հայաստանը ցավոք սրտի հանդես է գալիս ոչ արժանապատիվ դիրքերից եւ ակնհայտորեն երևում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնական պաշտների ցանկը վերջ չունի։ Այնուամենայնիվ նախապայմանն է պատճառը այսօր այն հարաբերությունները, ինչի մասին հայտարարվում է, երբ կյանքի չեն կոչվում։ Չնայած հայտարարում են, որ առանց նախապայմանների է ընթանում կարգավորման գործընթացը, բայց նույնիսկ ամենափոքր հարցերում երրորդ երկրների քաղաքացիների ճամփորդությունը Հայաստան, որ ես կարծում եմ մեծ կենսական նշանակություն չունի, ինչպես Էրդողան ասեց, կոսմետիկ քայլեր կանենք, դրանք որևէ լուրջ ազդանշան չեն, որ Թուրքիան պատրաստ է իսկապես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ մենք պետք է դա գիտակցենք եւ դրա հիման վրա կառուցենք մեր քաղաքականությունը ոչ թե ճշտամանալու Թուրքիայի հետ, բայց այնպեսի իրավիճակ ստեղծել, որպեսզի հավասարակշռվի ստատուս կվոն, որը այսօր փոխվել է ի վնաս մեզ։ Ես ուզում եմ հասկանալ կրկին նույն տրամաբանությամբ հարց տամ։
Մենք ինչպես ենք փոխելու այդ ստատուս քվոն։ Ես հիմա շատ բացեր չբացեմ, բայց մի քանի շերտեր կա։ Նախ եւ առաջ մեր ներքին կարողությունից, մեր անվտանգությունը սկսում է մեր ներսից։ Մենք միշտ առաջ խոսում ենք, որ մեր հասարակությունը պարակտված է։ Հայաստանը փոքր երկիր է, բայց պետք է ունենա ռազմավարական խորություն։ Դա եւ քաղաքական, եւ ինստիտուցիոնալ, եւ տնտեսական, եւ ռազմական, եւ տեխնոլոգիական հարթություններն են։ Այսօր այս բոլոր ուղղություններով մենք բավական թուլացել ենք։ Երկրորդը խոսելով նորից ներքի կարողությունների ամրապնդման մասին, մենք չենք կարող անտեսել այն քիչ առավելությունից, որ մենք ունենք ընդհանրապես աշխարհում։ Ես նկատի ունեմ մեր սփյուռքը։ Սփյուռքը մենք պետք է դիտարկենք ոչ միայն որպես բարեգործության կամ լոբիստական հարթակ, այլ սփյուռքը պետք է դառնա անբաժանելի մաս մեր ընդհանուր քաղաքացիական համար, դրանով ընդլայնելով մեր ռազմավարական կարողությունները աշխարհում։ Եվ սփյուռքը իսկապես փայլուն կերպով կարող է աջակցել մեր երկարաժամկետ նպատակներին։ Երրորդը արդյունավետ դաշինքներ կառուցելն է, բայց սա վերադարձ չէ անցյալին, հաճախորդի կարգավիճակում չէ։ Մենք իսկապես այն իրավիճակը, որ ստեղծվել է մեր տարածաշրջանում, բնականաբար մեզ համար շատ վտանգավոր իրավիճակ է, բայց կան տերություններ, պետություններ, որոնք նույնպես մտահոգված են այս բալանսի խախտմամբ, եւ նրանք ցանկանան, որ այս բալանսը վերականգնվի, որտեղ դա ուղղակի ազդում է իրենց շահերի վրա։ Այ շահերի հիման վրա ձևավորված դաշինքները կարող են իսկապես դառնալ շատ լուրջ կայունացման գործիք։ Եվ դաշինքները պետք է ունենան աշխարհագրություն եւ ենթակառուցվածք։ Եվ ես իմ հոդվածներից մեկում նշել եմ, որ պետք է ձևավորել ռազմավարական եռանկյունի Հայաստան, Իրան, Ռուսաստան եւ դրա ողնաշարը պետք է լինի հյուսիս-հարավ նախագիծը։ Բա Ամերիկայի Միացյալ Նահանգների թրիփը։ Գիտեք, թրիփի վերաբերյալ կան մի քանի պնդումներ, որոնք կարծում եմ չեն ենթարկվում քննադատության։ Առաջինը, որ սա տնտեսական նախագիծ է, վստահաբար սա աշխարհակական նախագիծ է։ Երկրորդը, որ թրիփը երաշխավորում է խաղաղություն, եւ մենք տեսնում ենք հատկապես հիմա, երբ ապրում ենք Իրան, Միացյալ Նահանգներ սուր առճակատման պայմաններում, որ թրիփի իրագործումը իր մեջ պարունակում է լուրջ կոնֆլիկտային ներուժ, որը անդրադառնում է մեր վրա։ Եվ երրորդը, որ թրիփի իրականացմամբ Հայաստանը կապա շրջափակվի։ Ես կարծում եմ սա ցանկությունների տիրույթում է, որովհետև ինչքան որ ես հասկանում եմ, այստեղ ուղղակի խոսքը գնում է տարանցիկ ուղիների վերահսկողության, վերաբաշխման մասին, եւ դրանով Հայաստանը չի ապաշրջափակվում։ Իհարկե, այսօր պետությունների, իսկ փոքր պետությունների ռազմավարական նշանակությունը չի պայմանավորվում մենակ իրաց մեծությամբ, բնական ռեսուրսներով, բնակչության քանակով, հատկապես հիմա 21-րդ դարում պետությունների ռազմավարական նշանակությունը պայմանավորված է ենթակառուցվածքների եւ երթուղիների կապակցվածությունը ապահովելու կարողությամբ։ Այդ իմաստով Հայաստանը լավ դիրքում է եւ մենք պետք է մեր աշխարհագրական դիրքը եւ աշխարհակական իրավիճակը կարողանանք լավագույնս օգտագործել, ծառայեցնել մեր շահերին։ Պարոն Այվազյան, Սփյուռքից խոսեցիք, Սփյուռքի դերը հիմա կարծեք թե մի փոքր, ես չգիտեմ որն է այն գաղափարը, որը պետք է նախկինում ինչպես էր եռամիասնություններ, Արցախներ, հիմա ես չգիտեմ, գուցե դուք ունեք օրինակ կամ կասեք թե ինչպես, ինչը պետք է միավորի Սփյուռքին եւ Հայաստանին եւ ինչպես պետք է տեղի ունենա հայկական աշխարհի վերածնունդը։
Դրա համար կարծում գաղափարներ են պետք, բայց թե որն է դա կամ ինչ մեխանիզմ պետք է արվի, ես բնականաբար չգիտեմ։ Բայց նաև ուզում եմ հիշեցնել մեջբերել Սփյուռքի հետ հանդիպումներից որոշակի արտահայտություններ, որոնք իրենց հետևանքները թողնում են։ Օրինակ նույն Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, որտեղ նաև Հրանտ Դինքի դուստերներ, Նիկոլ Փաշինյանին, երբ խնդրեցին ինչ-որ բան փոխանցել իրենց խնդիրների մասին Էրդողանին, ասաց իսկ ես ինչու պետք է փոխանցեմ։ Դուք Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ եք եւ ձեր նախագահը Էրդողանն է, նույնը տեղի ունեցել Ֆրանսիայում եւ այլուր։ Մենք գիտենք, որ այդպես է, նրանք այդ երկրի քաղաքացիներն են, այդ երկրի նախագահը տվյալ նախագահն է, բայց սրա մեջ մի քիչ այն կողմ կամ լուսանցքում մղելու մեսիջ չկա։ Բնականաբար յուրաքանչյուր երկրում ապրող մեր հայրենակիցները նախ եւ առաջ այդ երկրի քաղաքացիներն են, բայց եւ երբևիցե Հայաստանի Հանրապետությունը իրենց ներկայությունը տվյալ երկրներում չի օգտագործել ներքին գործերի միջամտելու համար, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է անտարբեր լինել իրենց խնդիրներով, իրենց հոգսերով, իրենց նպատակներով եւ կարող է կամրջել։ Օրինակ կան այլ պետություններ, որոնք ունեն շատ չեն այդ պետությունները, որոնք ունեն Սփյուռք, որը շատ ավելի մեծ է, քան բուն հայրենիքում, եւ այդ երկրները միշտ հանդես են գալիս իրենց հայրենակիցների շահերի պաշտպանության տեսակետից։ Եթե տեղի ունենում շահերի ոտնահարում, ապա ես կարծում եմ Հայաստանը, ինչպես եւ նախկինում, պետք է որոշ չափով հանդես գա, ցենց ասենք, բարոյական երաշխավորի դիրքերից։ Չի կարելի անտարբեր վերաբերվել մեր Սփյուռքին։ Ցավոք սրտի, դուք նշեցիք եռամիասնության մասին, այսօր այդ եռամիասնությունը հետևականորեն տրոհվել է եւ ես տեսնում եմ գործընթացներ, որոնք միտված են Սփյուռքը օտարել, հեռացնել Հայաստանից։ Ինչ կարող է մեզ միավորել, երեք ես ասել եմ, մենք հայերս միավորված ենք ոչ միայն մեր ծագումով, հավատքով կամ մշակույթով, մեզ բոլորիս միավորում է մեր հիշողությունը։ Մեր հիշողությունը, մեր ներկան եւ մեր ապագան։ Մենք պետք է միավորված լինենք այս երեքի միաձուլմամբ։ Շնորհակալություն, պարոն Այվազյան։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանն էր։